Հակառակորդի ռազմական ագրեսիային պատասխան Արցախը համախմբեց համայն հայությանը, նրանց, ովքեր ապրելով հայրենիքից հեռու, շարունակում են ֆինանսական ու նյութական աջակցություն ցուցաբերել հայրենիքին։ Ռոստովի հայությունն ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ շինանյութի հերթական խմբաքանակն է ուղարկում։ Առաջին խմբաքանակը տանիքի թիթեղի, երկրորդը փայտանյութի տեսքով է։ Հասցեատերը ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, իսկ բեռի ընդունման եւ ակտավորման գործընթացը համակարգում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մենք հանձնաժողովի անդամներս, որպես լիազորված անձի կազմակերպում ենք այդ գործընթացը, ակտավորումը, որն է եւ որոշումը կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո բեռը կտրամադրվի քաղաքաշինության նախարարությանը։ Շնորհակալություն ենք հայտնում համայնքին նման բարեգործություն իրականացնելու համար։ Շինանյութի մեծ մասը քաղաքաշինության նախարարությունը կօգտագործի թշնամու կողմից վերջին օրերին հրետակոծված բնակավայրերում, մասնավորապես Մարտակերտում եւ Մատաղիսում, դրա անհրաժեշտությունն առավել քան օրախնդիր է։ Ստացել ենք բեռ, տախտակներ, որոնք կտրամադրվեն քաղաքաշինության նախարարությանը նպատակային օգտագործման համար, կոնկրետ տանիքների, հատակների, տների վերականգնման համար։ Հունան Թադևոսյան, Մերուժան Հայրապետյան, Օր լրատվականի համար։